Բոլորով Երևան, ժողովուրդ։ Բոլորով Երևան, սկսեք, արագ։ Միքայել Սրբազանը։ Բոլորով Երևան, բոլորով Երևան։ Ովքեր Սրբազանի հետ են գալիս են Երևան։ Երևան որտե՞ղ է։ Սրբազանը դուրս է Երևան, ինչի՞ գործ։ Դեմ են Սրբազան։ Մենք հարցը մենակ Սրբազանը չի։ Սրբազանին պաշտպանելու Երևանում ամեն մեկից կտալեն, կտանեն Սրբազան չէ չամից կպագեն։ Մարշ դեպի դարպասը։ Եղավ այսօր։ Կներեք, բայց չեմ եկա։ Արագ, չեք ենթարկում չես կարող։ Չես կարող։ Ձեր կոչումը արգում եմ, ձեր օծումը արգում եմ, չեմ եկա։ Մենք ինչպես ասում։ Չէ։ Այսօր ինչ Երևան։ Մեր կարտիկը վերջացեք հաշվի կառնեք։ Բոլոր հոգևորականները քայլում են դեպի Երևան։ Երբ որ բոլորը Դեպի Երևան։ Այո, դեպի Երևան։ Դեպի Երևան։ Մենք գնում ենք Երևան։ Քնչական հայր ասողի չի գնում քնչական Երևան ուր։ Իմանանք։ Բայց ասեցի որ ժողովուրդը չի թողնում։ Ինչպես տեսնում եք, հարգելի հետևորդներ, հոգևորականները հայտնեցին, որ ոտքով շարժվում են դեպի Երևան, քննչական կոմիտե։ Նշեցին, ովքեր հավաքվել են ի աջակցություն Միքայել arczepiskopos Աջապահյանի միանան հոգևորականների երթին եւ ուղևորվեն դեպի Երևան քննչական կոմիտե։ Հիշեցնեմ, որ մի քանի անգամ քաղաքացիները թույլ չտվեցին, որպեսզի Միքայել Աջապահյանին տեղափոխեն քննչական կոմիտե։ Սրբազաններ ասում են գիտենք ինչ ենք անում հիմա, հարց եմ տալիս։ Երևան ենք։ Ինչի համար, ինչի համար։ գնանք կհասկանանք, կգնանք Դուք մեր առաջնորդը չեք։ Զզվելի չմտեն, զզվում եք։ Հարց եմ տալիս, ինչի համար։ մի հրահրենք Երևան։ Չէ, մրավը ինչ ես խոսում։ Դե ուրեմն հանգստացի։ Ինչի համար են գնում Երևան։ Չի լինում այդպես։ Եվոր ջան, մի թողեք։ Առանց պատճառ ոչ մեկ Երևան չի գալու, եթե Սրբազանին տարած։ Ես կարամ խոսամ, դու պետք է լսես։ Ո՞ր տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքում է։ Հիմա առանց պատճառ ոչ մեկ չի գնում Երևան։ Երևան, ժողովուրդ, սադրիչա, Երևան։ Ոչ մեկ չի գնում Երևան։ Ինչպես լսեցիք, հոգևորականները հայտարարեցին, որ շարժվում են, սակայն քաղաքացիներ կան, որոնք դեմ են։ Քնչական կոմիտե։ Քաղաքացիներից, ինչպես նշեցի, ոմանք դեմ են այս որոշմանը եւ նշում են, որ չեն միանալու երթին, սակայն հոգևորականները պնդեցին, որ ովքեր եկել են, հավաքվել են ի աջակցություն եկեղեցու եւ մասնավորապես Միքայել arczepiskopos Աջապահյանի, ապա միանան երթին եւ շարժվեն դեպի Երևան քննչական կոմիտե։